Ինչու է այս մատուռը կոչվում թուխմանուկ և ինչ հրաշագործ հատկությամբ է այն օժտված։ Վարդենիսի թուխմանուկ մատուռը Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում կան թուխմանուկ անունով կրող սրբավայրեր, բացառություն չէ նաև Գեղարքունիքի Վարդենիկ գյուղը։ Այս թուխմանուկը կառուցված է ոչ մեծ բլրի վրա։ Ըստ ավանդության մի ժամանակ օտարական սևուկ թուխ տղա է եղել, ով շատ է աղոթել, ամբողջ օրը մատուռից դուրս չի եկել, հետևել է մաքրությանը ու իր թխության պատճառով սրբավայրը կոչվել է Թուխմանուկ։ Դուռը բավական բարձր է, մեջտեղում սպիտակ խաչ, մի խաչ էլ երկթեք տանիքի գագաթին է։ Մուտքի դռնից 2-3 մետր դեպի ներս մատուռի բեմն է, որի վրա կանգնեցված է մի խաչքար, պատվանդամով, որը փոխարինում է սեղանին։ Հայաստանի թուխմանուկները սովորաբար առանձնանում են նրանով, որ նրանց վայրի խորհրդավորությունն ու մոգականությունը կապում են նրանք ներսում պահվող խաչքարերի հետ։ Վարդենիկի թուխմանուկը, սակայն, մնացած թուխմանուկներից տարբերվում է նրանով, որ նրա ներսում բեմից աջ յուրահատուկ խորշի մեջ գտնվող տապանաքարն է հիմնական պաշտպանմունքի առարկան։ Այս ուղղանկյունը դիմացի կողմով բարձրանում է հատակից մոտ 30 սանտիմետր, հետին կողը կպած է պատին։ Տապանաքարի վրա փորագրված է մի ֆիգուր, հավանաբար հղի կնոջ, քանի որ նրա որովայնի մասում դեպի ներքև նույն ձևով փորագրված է ավելի փոքր մի ֆիգուր։ Փոքր ֆիգուրից վերև տապանաքարի մեջտեղում փորագրված է այսպես կոչված հավերժության նշանը։ Երկու ֆիգուրների գլխավերևում կամարաձև փորագրություններ կան, որոնք միանում են մեծ ու փոքր ֆիգուրների երիզող ուղղանկյուններին, լուսապսակի տպավորություն ստեղծելով։ Թուխմանուկը փոխարինել է գործող եկեղեցուն, կողքին եղել է հին գյուղի գերեզմանոցը։ Ըստ ավանդույթի երկար տարիներ Վարդենիկ գյուղում հանգուցյալի հուղարկավորելուց առաջ բերել են թուխմանուկ, այնուհետև նոր տեղափոխել հիմնական գերեզմանատեղի։ Թուխմանուկի անվան հետ է կապվում բազմաթիվ հիվանդությունների բուժում, այսպիսին ինչպիսիք են վերքով հիվանդները, գորտնուկը և այլն։ Ուշադրության է արժանի այն փաստը, որ այս մատուռը մեծապես օգնում է այն մայրերին, ովքեր կաթ չեն ունենում սեփական երեխային կերակրելու համար։ Այս բավականին բովանդակալից արարողակարգ է։ Խնդիրներ ունեցող կանայք Վարդենիկ գյուղում այցելում են ընտրյալ մարդկանց, ովքեր թուխմանուկում ծիսակարգ կատարելու շնորհ ունեն։ Նրանց ուղեկցությամբ բարձրանում են թուխմանուկի, իրենց հետ վերցնելով մոմեր և շոշուպա ու խաշած ցորեն։ Սրբավայրի բակի աղբյուրից ջուր են վերցնում, իսկ տարածքի խաչքարերի տակից հող, այնուհետև հողն ու ջուրը շաղախում են ու քսում կնոջ ստիքներին, հետո իջնում են աղբյուրի մոտ, խաշած ցորենը լցնում են աղբյուրը, ջրով լվանում կրծքերը և շուշպայով սրբում, որից հետո կանանց խնդիրներն աստիճանաբար լուծվում էր։ Թուխմանուկ էին վերագրել նաև կորուստը վերադարձնելու հատկությունը։ Ժամանակին մատուռից մի արծաթե քամար է կորում, պարզվում է մի տարիքով կին էր գողացել, որի աջ ձեռքը թուլացել էր։ Այդ կինը չոքեչոք աղջկա հետ գալիս է թուխմանուկ, այնուհետև քամարը վերադարձվում է իր տեղը, իսկ կնոջ ձեռքը ժամանակի հետ վերականգնվում է։